Հայաստան դաշինքը հայտարարում է, որ ուղղակիորեն հետ է պատտելու գույքահարկի բարձրացումը։ Ասում են 2026 թվականից արված բարձրացումը չեղարկվելու է, իսկ 2025-ին սահմանված վճարը 50%-ով նվազելու է։ Ըստ քաղաքական ուժի, Հայաստանում չկա մարդ, որ վարկային պարտավորություն չունի, խոստանում են սև ցուցակների վերանայում։ Դաշինքի անդամները Երևանի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել են խցանումներին, պնդում են 8 տարվա ընթացքում ոչ մի նոր ենթակառուցվածք չի կառուցվել։ Տնտեսական հզորությունը այստեղ է, բայց այս սիրտը խնդիրներ ունի, արիթմիա ունի, որովհետև բուժելու փոխարեն հակառակը ավելի են վատթարացնում։ Մեզ պետք է առողջ Երևան, զարգացող Երևան։ Ով պետք է դանի այսօրվա ինքնությունը չեն կարա 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չանել ոչինչ մայրաքաղաքում, դա անհարգալից վերաբերմունք է, դա արհամարանք է։ Մենք սա շտկելու ենք։ Երևանը իսկապես երևանցիների համար դառնում է պրոբլեմային։ Մենք չենք կարող մեր կյանքի մի մասը անցկացնել խցանումներում։